այդպիսի մի փիլիսոփա կա շոտլանդական փիլիսոփա է, բավականին լուրջ կերպար է, եւ ինքը Դեյվիդ Յունգ, շոտլանդական փիլիսոփա օկեբան, ասում է, որ եթե այդ գնահատականները, այն մեղադրանքները, որոնք ներկայացվում են մարդկանց, որոնք չունեն իրական հիմք, ապացուցողական հիմք, դրանք վտանգավոր են հասարակության համար, ճիշտ է։ Ես էլ եմ գտնում, որ ցանկացած այսպես գնահատական որակավորում պետք է ունենա ապացուցողական հիմք։ Եթե ոչ, դա բոլորովին այլ նպատակներ է տապնդում եւ այսօր էլ կարող ենք տեսնել մեզանում, հատկապես դրա թիվ 1 շահառուն կերպարը Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ես ասում եմ պետական դավաճան։ Եվ հիմա ես կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը իր կողքին ունենար բոլոր նրանց, ովքեր որ պետք է պատասխանատվություն են կրում որպես պաշտոնյաներ այդ ոլորտները ղեկավարելուց, դրանց հետ դասի ես վստահ եմ, կամ on-line, թե ինչու եմ ես իրեն ասում պետական դավաճան եւ ինչքանով է դա հիմնավորված։ Գիտեք, Սահմանադրության ներողություն քրեական օրենսգրքի 420 հոդված Սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում այդ հոդվածը։ Չմանրամասն եմ, սահմանադրական կարգի տապալում դա լրջագույն մեղադրանք է եւ մի օրինակ բերեմ, դա դատարանների շրջափակում էր, որը նաև այսպես հսկողության տակ էր պահել ոստիկանությունը, որ բոլոր դատարանները պետք է շրջափակվեն, եւ եթե հիշում եք դատավորներից մեկը Դավիթ Բալայանը, երբ փորձեց իր սահմանադրական իրավունքը լիազորությունը իրացնել, ուզում էր նույնիսկ պատուհանից ներս մտնել, նրան զգետնեցին։ Հիմա հարցնում եմ, ազգային անվտանգության տնօրեն, գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, մարդու իրավունքների պաշտպան, քննչական կոմիտեի ղեկավար, սա սահմանադրական կարգի տապալում չի։ Դուք կարող եք ձեզանից որևէ մեկը ինձ հակաճառել կամ հակադրվել, ասել ոչ, դա սահմանադրական կարգ, դա մեր ինքնիշխանության զորացման էր նվիրված։ Չեք կարող, չէ՞։ Իդեպ այդ հոդվածով, 420 հոդվածով 10-ից 15 տարվա ուրեմն դա կալանավորում է ասում, ներողություն, ազատությունից զրկել է ասում, տվյալ կերպարին։ Ինչու չեք անում դա։ Կամ, երբ խորհրդարանի ամբիոնից շատ անկեղծ խոստովանում է, որ 5000 զինվոր ինքը զոհել է իր իշխանությունը պահելու համար, որպեսզի իրեն չասեն դավաճանես։ Շատ պարզ է ասել։ Այնքան պարզ, որ չեմ կարծում որևէ մեկի համար անհասկանալի է։ Ճիշտ է, հետագայում փորձեց խմբագրել ասելով, որ մենք այդքան զոհերի գնով Ղարաբաղը տալու, Արցախը տալու գնով մենք կարողացանք մեր ինքնիշխանությունը ապահովել եւ պետության ինքնիշխանության այս մակարդակը պահել, բայց այդ խմբագրումը կեղծ է, սուտ է։ Առաջինը որ ասաց ուղղակիորեն ես զոհել եմ ինձ համար։ Դա պետական դավաճանություն չի։ Ընդհանրապես այս քրեական օրենսգրքի 42-րդ գլուխը, որը ունի մոտ 10, կարծում 18 հոդված ունի։ Հիմնականում այդ հոդվածներում Նիկոլ Փաշինյանի կերպարը կա որպես պետական հանցագործ եւ քրեական հանցագործ քրեական օրենսգրքով։ Ինչու եք լռում։ Դուք կարող եք ձեզանից որևէ մեկը գա ինձ այդ բանավիճի կամ, չգիտեմ, լուրջ մեղադրանք է, դուք կարող եք ինձ դատի տալ։ Ես ասում եմ ինքը պետական հանցագործ է եւ օրինակներ եմ բերում սահմանադրական կարգի խախտումով, այն ինչ որ արեց կամ ես էլ եմ մասնակցել այդ օրենքի ընդունմանը 92 թվականի հոկտեմբերի հուլիսի 8-ներ կարծեմ, որ որը մեկ իրավունք ունի Արցախը օգտագործել Ադրբեջանի կազմում այդ եզրույթը։ Ինքը 22 թվականի հոկտեմբերի 6-ին օգտագործեց, որ Արցախը մասի կազմում Ադրբեջանի, իսկ մինչ այդ հիշում եք 19 թվականի օգոստոս, երբ արծեց Արցախը Հայաստանի վերջ շատ է այս մասին ասել, բայց կրկնում եմ, երբ ինքը հոկտեմբերի 6-ին 22 թվականի այդ եզրույթը օգտագործեց, այդ ձևակերպումը բավականին լուրջ կապ չունի ինչ կասեն Ադրբեջանի մասին, բռնատիրական պետությունը SN-ը, բայց հրաշագի դիվանագիտություն ունի նախաձեռնողական, խելոք մարդիկ կան նախարարներ, միանգամից Թուրքիայի հետ միասին երկու ավելի ճիշտ 10 օրվա ընթացքում միջազգային բոլոր հարթակները կարողացան դիմել։ Ասել տեսեք, այդ հայերը խաբում են, որ Արցախի ինքնորոշման մասին է խոսքը գնում, երբ ասեց Արցախը Հայաստանի վերջ։
եւ վերջ։ Սա ուղղային պահանջ է, իսկ միջազգային որևէ նորմ չկա, որպեսզի թույլ չտա որևէ պետություն պաշտպանի իր ուրեմն տարածքային ամբողջականությունը եւ դա իսկապես լեգիտիմացրեց այս կերպարը իսկապես սադրել է պատերազմը ինքն է սադրել եթե օրինակ այս հանձնաժողովը որ կար որ պետք է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հանձնաժողովը որ պետք է ուսումնասիրել այդ ամբողջ պատերազմը 44 օրյա եւ առաջինը դրանից պետք է սկսել թե ի վերջո օրինական հիմք միջազգային հարթակներում որ լեգիտիմացրեց այդ պատերազմը որն էր եւ առաջի պատասխանատուն ինքն էր լինելու Ես կրկնում եմ, ովքեր որ դիվանագիտական հարթակներին կապ ունեն եւ տեսնում են ինչ է կատարվում, Թուրքիան ու Ադրբեջանը ուղղակի պես հեղեղել էին իրենց դիմումներով եւ այցերով։ Եթե գումարենք դրան նաեւ, որ երբ ընդունում ես, երբ 22 թվականին ասեց Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, մի անգամից, որտեղ կրկնում եմ բավականին լուրջ նախաձեռնական դիվանագիտություն ունի Ադրբեջանը կարողացել միանգամից ամբիոներին ներկայացնել, որ եղբայր օկուպացիայի են ենթարկել։ Բռնազավթել են մեր տերիտորիայի 20%-ը եւ հատուցում են պահանջում։ Տարբեր հաշվարկներով, որ մոտ 150 միլիարդ դոլարի հատուցում են պահանջում վայնի կոնտրիբուցիա։ Բայց ամբողջությամբ դա միջազգային նորմերով սահմանված բան է։ Իրենց ղեկավարներից մեկն ասաց նկատի ունենալով նախադեպը Հարավային Ամերիկայի, որ եթե դրամական ուրեմն հատուցում չեք կարող եք տարածքներով դա հատուցել, կրկնում եմ օրինակ բերելով այդ նախադեպը Հարավային պետությունների։ Մի խոսքով ինքը իր ամբողջ գործունեության ընթացքում այս պետության համար փորձանք ահռելի աղետ է եղել այս կերպարը։ Ես ասում եմ, պատրաստ եմ գլխավոր դատախազ, չգիտեմ, ԱԱԾ-ի պետ, արտահայտության նախարարի մյուսները, դուք կարող եք հերքել։ Սա լուրջ մեղադրանք է։ Ես Նիկոլ Փաշինյանին շատ բացահայտ հրավիրել եմ բանավեճի, ասել եմ կենթանի ուղիղ եթերում, ես քեզ ապացուցեմ, որ դու պետական դավաճան ես։ Ընդ որում մեկ անգամ չի, երկու անգամ չի գալիս։ Ինքը ինչ է ասում, նախագահների համար հետ որ նստի, ինքը ոչինչ չի, որովհետև շատ ոչինչ չի հասկանում, ոչ օրենքներից, ոչ քաղաքականությունից, ոչ դիվանագիտությունից, մի բան կա, ժողովրդի էմոցիան գողացող մի ձևակերպում դուք թալանչիներ եք։ Ուրիշ ոչ բան չի գիտի, եւ թույլ չտա որ նախագահները խոսեն։ Չնայած անկախ իմ վերաբերմունքից այդ նախագահներից յուրաքանչյուրի նկատմամբ նրանցից շատ բան պետք է սովորի։ Շատ բան պետք է սովորի, որովհետեւ ես ինքս համաչում եմ, երբ տեսնում եմ, ասենք պաշտոնյաների, բարձրակարգ պաշտոնյաների հետ հանդիպելուց իր պաֆոսը, նույնիսկ քայլելու ձևը։ Էլ եմ իմ ասում, դու պետական դավաճան ես, ես պատրաստ եմ իսկապես քրեական օրենսգրքով սահմանված ամենածանր պատիժը կրեմ, եթե հանկարծ որևէ մեկը կարող է ակառակը ապացուցել, որ սահմանադրական կարգի տապալում ինքը չի նախաձեռնել, որ մեր տղաներին ինքը չի զոհել իշխանությունը պահելու համար եւ չգիտեմ, այն մյուս հարցեր կան, այն փողոցի վերջին խուլիգանի կեցվածք, երբ հիշում եք ինչ էր ասում ընդդիմության, որ հանդիպի ինչ անելու ակնդիրներին ու ընկնդիրներ կներեք, չեմ կարող ցտել, որտեղ խուլիգանություն էինք ասել, կամ ինչ ասած ազգային ժողովի ամբիոնից ընդդիմության ներկայացուցիչներին, երբ ասած մատից փոխարեն, չգիտեմ, ուրիշ բան թափտամ եւ այլն, դա փողոցի խուլիգանի կեցվածք է։ Սա էլ քրեական օրենսգրքում կա, պատիժ սահմանում է։ Ես ճիշտ ասած չեմ թաքցնում։ Ես Հայաստան դաշինքի իմ գործընկերներին, ես պաշտպանել եմ Հայաստան դաշինքը եւ չեմ փոշմանում 21 թվին։ Ես ասացի, այդ դրանք որ մտնում են ներս, այն Կալեն Սիմոյան կոչվածը, որ ներողություն պետք է հիշեցնեմ, թքել էր Կարենի վրա։ Այս մյուսը որպես խուլիգան արտահայտություն արեց, ուղղակի թքեկերեսին դուրս եկեք։ Ասեք, քանի դեռ օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն չեք կրել։ Մենք այս նույն սրահումն ու դահլիճում անելիք չունենք։ Եվ դա իսկապես կլիներ այն ինչ ժողովուրդը սպասում է, որտեղ պետք է համարժեք լինեն, պատասխանները համարժեք լինեն։ Եվ գիտեք, եթե 21 թվականի օկտեմբերի 17-ն էր կարծեմ, այն որ խուլիգանություն կատարվեց, որ 10 հոգով մարդ էին ծեծում։ Դրանցից մեկ-երկուսը են Եվրոստիլ դեմքով քացի տվող են տղան, կամ են հանձնաժողովի նախագահը, որ ամենաինտելեկտուալ եւ բազմաբոլորտ հանձնաժողովն է ղեկավարում, կրթություն, գիտություն եւ այլ, եւ մատով օխորտում էր որպես սեռական բան է օգտագործելու Վահեի նկատմամբ եւ այլ, եթե դրանք քիթը մռութներին ուտեին այդ նույն օրը, հենց իրենց մուտքերի մոտ, իրենց պատիեզների մոտ, կամ ինչպես լուսավորքի Վահանը կասեր դալանների տակ,
Դենց սորիկայությունը չէին անի, այսքան լկտի չէին պայի, ոչ իրենք, ոչ էլ իրենց ղեկավարները։ Դրա համար այսպես լկտիացան իրենք եւ շատ են լկտիացել։ Իրենց միակ տեղը իսկապես որ իրենք իրենց անվտանգ են զգում, դա ազգային ժողովն է։ Մի խոսքով, նաեւ նույն հայցը ես ներկայացրել եմ Ալեն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանը, որը տեսեք, ես մի անգամ ասել եմ, ուրեմն իմ դիվանագետ գործընկերներից մեկը Ռուսաստանի մի անգամ ասեց, Ռոբեն ասեց, ձեր ազգային ժողովի նախագահին մի թողեք շատ դուրս գա, որտեղ գալիս արդարացնում է Արցախի պարտությունը, Ադրբեջանի արած հանցագործությունը։ Ասում արդարացնում է իր խոսքերով։ Չի ուզում հավատալ, իր կերպարի մեջ դա կար, բայց մտածում է այդ անդերտ ինչ-որ մատ գիծ կա, այդ գիծը կպահի։ Բայց պարզվեց, պետք է հստակ ասեմ, օրը թող գնան նայեն։ 24 թիվ հոկտեմբերի 17 Ազատություն ռադիոկայանին Արցախից է տալիս թղթակիցը խոսում է այդ մասին եւ ինքը ասում է այդ պատերազմի մասին է խոսում, այդ տխուր վիճակի մասին, այդ ողբերգական վիճակի մասին, որ պարտվել է ինքը պատերազմում, ասում է դե գիտեք, իրենք օգտվեցին անվտանգության խորհրդի բանաձևերից, որտեղ Հայաստանը չէր կատարել այդ բանաձևերի պահանջը։ Այն դեպքում, որ ինքը պարտավոր էր իմանալ այդ բանաձևերի բովանդակությունը, կենսագրությունը, ճակատագիրը։ Ես հիշում եմ, որ երբ նաև Հայդատի ամերիկյան գրասենյակից խնդրեցին, որ ճշտենք, թե այս ճակատագիրը ինչ է լինելու այդ բանաձևերի, այդ բանաձևերը ընդունվել էին 93 թվականի ապրիլից մինչև հոկտեմբեր, եւ հանդիպեցի Կազիմիրովի հետ, որոշ բան գիտեի, բայց Վլադիմիր Կազիմիրովը Ռուսաստանի ներկայացուցիչն էր Մայրոտ հյուրանոցում 94 թվականի հունվարն էր։ Հանդիպեցինք, խոսեցինք, ասեց մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որ բանաձևերը չեն իրականացվել Ադրբեջանի պատճառով, որովհետև որպես նախապայման դրված էր, որ պետք է ապաշրջափակել Ադրբեջանը Արցախը, բայց չէր ապաշրջափակել, ինչպես նաև երկու նոր կետ կար, որը ճշտամական այդ կեցվածքը, որ ուներ Արցախի ժողովրդի նկատմամբ վերջը, եւ անվտանգության խորհուրդը այդ 4 բանաձևը ունենալով այս իգիտությունները ընդունել Մինսկի խմբի ներկայացրած այդ եզրակացությունը, բայց այս տղան այնքան էլ շատ խելք պետք չէր, ուղղակի ժամանակ չի ունեցել, որ ծանոթանա, ազգային ժողովի նախագահ է, կա դիվանագիտություն, պարլամենտական դիվանագիտության հարցը առաջին պլան է գալիս, եւ ինքը չգիտի դա ինչ բան, ասում է 3 թե 4 բանաձև, չգիտել քանի բանաձև է, եւ բովանդակությանը ծանոթ չի։ Իհարկե, եթե ժամանակ չօգտագործել է տենդերների, ասֆալտների տենդերների վրա եւ այդ խաղային բիզնեսի ինչ որ թվաբանության հետ կապված ժամանակ չօգտագործել, երբ կծանոթանար, բայց սա պետական անձնագործություն չի, ընդհանրապես պետական դավաճանություն է, որ այդ ամենը քիչ առաջ որ ասեցի համանդրական կարգի տապալման հետ կապված այդ մեր տղաներին զոհելու հետ կապված իշխանությունը պահելու համար ազգային մենք պարլամենտական պետություն ենք, չնայած սա պարլամենտական պետություն չի, սա սուպեր վարչապետական պետական համակարգ է, ավելի սուպեր լիազորություններով քան նախագահականի դեպքում, եւ ինքը պարտավոր է ինչ-որ հարադարձ ունենալ ազգային ժողովը, ինչի համար է։ Ազգային ժողովը այսօր այդ քաղաքական մեծամասնությունը ստրկական կարգավիճակում է։ Մի խոսքով ել եմ ասում, ԱԾԻ պետ գլխավոր դատախազ, արտադրության նախարար, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպան, քննչական կոմիտեի ղեկավար, բան չունեք դու ասելու իրեն։ Սուտ բաների համար մարդկանց տանում եք, ձերբակալում, կալանավորում եք։ Այդ հայոյանքները, որ տվել է ինքը, այդ Նիկոլ Փաշինյանի այդ փողոցային խուլիգանի հայոյանքները, այդ նույն գործողություններով իր նկատմամբ օրվա 24 ժամվա ռեժիմով զբաղվում են Ալիևն ու Էրդողանը, բայց ինքը դրանից քաղաքական արգազմ է ապրում, ասում է ամեն ինչ արեք ինձ իմ մարմնի հետ մատ այնպես արեք, որ ես կարողանամ մնալ իշխանության, որտեղ ռեալ պոլիտիկի դիրքերից որ նայենք, ամենակարևոր իր պաշտպանները, որոնք կօգնեն, որպեսզի ինքը մնա իշխանության, դա Թուրքիա եւ Ադրբեջանն է։ Չեմ ուզում շատ մանրամասնեմ, բոլոր գործողություններում, նույնիսկ այս փողվարչապետի այցը Հայաստան, չեմ բացառում, բոլոր են ասում, որ հնարավոր է մի քանի գերիների, բայց ոչ գլխավոր քաղաքական ղեկավարության հետ կապված չեմ բացառում, որ բաց թողնեն, բոլոր դեպքերում ամեն ինչ անելու են, օգնելու են, որպեսզի վերընտրվի Նիկոլ Փաշինյանը եւ շարունակի պետության գահավիժումը։ Գիտեք, ես վստահ եմ, մոտավորապես համոզված եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընդունվեց,
ընտրվեց, առաջ քայլերը լինելու է 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում եւ Զանգեզուրի միջանցքը ընդհանրապես, այսպես կասեի, ամերիկա-ադրբեջանական տիրապետության տակ տալը, հենց այդպես կասեի։ Բանը չի, Ալիևը շատ բացահայտ է ասում իր արտազրույցներում, ասում է Զանգեզուրի միջանցքի հարցը այլևս լուծված է։ Դու երբևէ լսել եք, որ ինքը կատեգորիկ ոչ ասի 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հետ կապված։ Իսկ դա ինչ կբերի հետ, կարծում եմ մենք փորձ ունենք, մենք գիտենք ինչ է լինելու։ Ժամանակին 90-ականների սկզբներին Թուրքիան ղեկավարում էր Թուրգուտ Օզան, այդպիսի նախագահ բավականին խելացի կերպար էր, եւ երբ այս Ղարաբաղյան շարժումը սկսվեց, ինքը դեմ էր եղել դրան, որ ադրբեջանցիները գիտեք ինչ արեցին, ինչով սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Սումգայիթի ջարդեր եւ այլն, ասել էր ինչու եք ճշնամանում, մենք այսօր պետք է չմտածենք, թե ինչպես վերցնենք Հայաստանը, եւ Նախիջևանի օրինակն էր բերել, որ ժամանակին չգիտեմ 40-ից չգիտեմ քանի տոկոս հայություն կար, այսօր մեկը չկա, Էլի օրինակներ էր բերել, Հայաստանից բերել էր Վարդենիսի օրինակը, որոնք իրենք Բասար Գեչար էին անվանում եւ ադրբեջանցի էր Շոշկոմի առաջ քարտուղարը, Ամասիայի մասին էր խոսում, Զանգեզուրի եւ այլն։ Ասում մենք ուղղակի առանց որևիցե ճշտամության, առանց պատերազմի մենք անում ենք այն ինչ որ պետք է։ Այդ թուրանական պետության, այդ գլխավոր կետը, որ խանգարում է կայացման, մենք կամաց վերցնում ենք։ Մի խոսքով չերկարացնեմ, պատկերացնում եք 300,000 ադրբեջանցիներ, որ կան Հայաստան վերաբնակեցվեն ինչ է լինելու։ Տեսեք Փաշազատեի տեղակալը ինչ է ասում, ասում է 500 մսկիթներ ունեինք, որոնք պետք է վերականգնենք։ Եվ դա գիտեք, ասում այն ժամանակ, որ Ստեփանակերտում 2 մեր եկեղեցիներն են քարուքանդարել հիմնովին։ Իշխանությունը որևէ արձագանք չի տվել։ Այնտեղ մի տղա կա, ես չեմ ուզում որ դրան դուք բան անեք, Արսեն Թորոսյանը ինչ է։ Այն ասում են անկեղծ, թե խոսքը այդ երեխայից կամ խմած մարդուց պետք է կարող ես իմանալ։ Շատ པարզ ասում է իրանց պետությունը ինչ ուզում են թողանեն։ Ինքը ներկայացնում է իրենց թիմի դիրքորոշումը։ Ինքը ոչ դա իր դիրքորոշումն է, կամ մենակ իր դիրքորոշումն է։ Եվ ասում ես, լավ, դուք եք մեզ ղեկավարում։ Ես չգիտեմ, բոլոր դեպքերում չտա Աստված, ռեալ պոլիտիկի դիրքերից նայում եմ, որ Աստված չի տա, որ ինքը վերընտրվի։ Թե ինչ կլինի Հայաստանի հետ, մի կողմն եմ թողում, որ բոլոր ընդդիմադիրներին արդեն տեղը գիտի ոնց պետք է տանի բանտարկի, առանց որևէ ոնց որ հիմա է անում։ Չգիտեմ, չեմ ուզում թվարկել ինչի անելու, բայց ամենակարևորը որ Հայաստանը երբեք այսքան ոչ ինքնիշխան չի եղել, եւ սովետի տարիներին, եւ դրանից հետո մինչեւ 18 թիվը մենք ունեցել ենք այսպես դեպս նորմալ ինքնիշխանություն։ Հիմա ստրկացած վիճակ է, եւ ստրկացածը մեր գլխավոր ճշտամու, մեր պատմական ճշտամու է մոտ։ Գիտեք, այս վերջին ինչ որ բանի ժամանակ իրենց ես միշտ հետևում եմ ռուսալեզու իրենց մամուլին։ Հետաքրքիր բան էր, այնտեղ մեկը ելույթի ժամանակ ասել եմ մեզ խանգարել են այս ընթացքում թուրանական պետություն ստեղծելու համար, մեզ խանգարել են խանգարել Հայաստանը եւ Տաջիկստանը։ Տաջիկները իսկապես այրական ցեղատեսակ են, պարսկական շարունակություն են։ Հայաստանի հարցը կարծես լուծված է, մնում է Տաջիկստանի հարցը լուծել։ Իրենք խնդիր ունեն եւ իրենք իրենց ծրագիրը իրականացնում են։ Այդ որ խոսում են խաղաղության մասին, խաղաղություն, գիտեք, նախ մինչեւ արժանապատիվ խաղաղություն ասելը, կայուն խաղաղություն ասելը, չգիտեմ ինչ խաղաղություն ասելը, պետք է տեսնենք ուր է այդ խաղաղությունը, ժողովուրդ, ընդդիմության եմ դիմում։ Այսօր նույն պատերազմը շարունակվում է։ Պատերազմի նպատակը ո՞րն է։ Ինչ արեց 44 վերապատերազմը։ Խնդիր էր դրված, որպեսզի գրավի Արցախը եւ նաեւ Հայաստանի որոշ ուրեմն ինքնիշխան տարածքից որոշ մասեր։ Այսօր մեր ամբողջ ուրեմն ռազմավարական նշանակության օբյեկտները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, դա փաստ է, Ջերմուկ, չգիտեմ, Սևլիչ եւ այլն։ Եվ 240 կիլոմետր հենց Ջերմուկում մտել է, ես կրկնում եմ, մեր բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները այսօր Ադրբեջանի իսկողության տակ են։ Հիմա ինքը դա վերցրեց պատերազմով։ Հիմա ինչ է արել, խնդիր է դրել, կամ դու սրանք կտաս, կամ պատերազմով են վերցնում։ Քիչ առաջ ասացի Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Քիչ առաջ ասացի, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է վերաբնակեցվեն։ Եվ նույնիսկ հիմա նշված են այն քաղաքները, այն մարզերը, որտեղ պետք է ադրբեջանցի ուրեմն վերադառնան եւ կրկնում եմ
գիտեք, հрьяաները մի փորձ ունեն, երբ հрьяաները այդ լեռները կամ այդ տարածքները վերաբնակեցնում էին, ինչ էին անում, տուն էին տալիս, մի հատ կով են տալիս, չգիտեմ, ինչ-որ բաներ էին անում, եւ նրանք շատ արագ կարողանում էին տերը դառնալ այդ տեղերի, որտեղ առաջ պաղեստինցիներն էին։ Այդ նույնը իրականացվելու է այստեղ։ Եվ նույնիսկ իրենց ղեկավարներից մեկը ասել էր, ոնց ինչ կարգավիճակ ունեցել է Արցախը Ադրբեջանը, նույն կարգավիճակ պետք է ունենան այդ 300,000 ադրբեջանցիները Հայաստանում։ Այնպես որ պատերազմը շարունակվում է ուղղակի առանց զոհերի։ Ուղղակի պատերազմի նպատակը իրականացնում է պայմանավորվածությամբ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությամբ եւ շատ արագ ամեն ինչ անելու են որ ընտրվի Նիկոլ Փաշինյանը որպեսզի կարողանան անել այն ինչ ծրագրել են հատկապես պատմությանական այդ ամբողջ այս տարածքը դարձնել պատմությանական պետություն միավորում եւ այլն ինչ պետք է անել ընդդիմությունը ես կարծում եմ մեր բոլոր ժամանակների հիմնական խնդրը եղել է որ ընդդիմությունը օրակարգ չունի միասնական հիմա էլ չունեն այդ միասնական օրակարգը եւ իրենք ըստ էության հետևում են Նիկոլ Փաշինյանի օրակարգին եւ Նիկոլ Փաշինյանը այդքան էլ հիմար չի գիտի ինչ դնի շրջանառության մեջ որ ուշադրությունները շեղի այսինքն կարող է որ չգիտեմ մի անհետ բան ասի ազգային ժողովում կարող է կինը ինչ որ մի հատ թե կողակիցա Մամլո Ասուլիսյանի կամ վերադառնա ամուսնու մոտ էլի ասար մի բաներ են անում եւ ամբողջ բանը կամ մեղադրանքներ են ներկայացնում ընդդիմությանը եւ ընդդիմության խնդիրը որպեսզի արդարանա որպեսզի պաշտպանվի այն դեպքում որ պետք է դու ունենաս քո օրակարգը դու մտել ես նրա օրակարգի մեջ անկախ քեզանից դա ոչինչ չի տալիս եւ եթե այսօր Նիկոլ Փաշինյանի վարկագիծը ընկել է ոչ թե որովհետեւ ընդդիմությունը պայքարել որ այդ վարկանիշը ընկնի այլ ինքը իր գործողություններով իր գործնեությամբ է գցել իր վարկանիշը կներեք բայց դա իրականություն է հիմա օրինակ այս պահին ես կարծում եմ որ պետք է համակարգող խորհուրդ ձևավորվի ինչպես այս նախընտրական փուլի համար հատկապես հետընտրականի համար եւ պետք է դրան մասնակցել ոչ թե ինչ որ կողքից մարդիկ ինչ որ ներկայացուցիչներ այլ առաջի դեմքերը դուք պատկերացնում եք որ այդ համակարգող խորհուրդը որ ասում եմ պետք է ձևավորվի հստակ չափորոշիչներով ինչ պետք է արվի նախընտրական փուլում սկսած միմյանց իրար չուտելու այդ process-ից սկսած վերջացած հետընտրական պայքարը որ անպայման լինելու է պատկերացնում եք եկել եթերում երևում են չգիտեմ օրինակ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, էլի 1-2 իրական ընդդիմության երկրաշարժներ մեկ սեղանի շուրջ նստած միասին քննարկում են հնարավոր զարգացումների դեպքում ինչ է անհրաժեշտ։ Հավատացեք ժողովուրդ այս պատկերը որ տեսնի, հավատացեք արգելի ընդդիմադիրներ, ընդդիմության ղեկավարներ, ժողովուրդը իսկապես արդեն հույս կունեն ընդդիմության նկատմամբ։ Պետք է դա արվի եւ կրկնում եմ օրակարգ պետք է լինի օրինակ տեսեք մի պարզ բան ես կարծում եմ կարծես Խոսրով Արությունյանը դեպուտատ է 17 թվականին թե 18 թվականին մի բան ներկայացրեց ազգային ժողով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հետ կապված եւ շատ ճիշտ առաջարկություններ անում որ ցանկացած քաղաքական ուժ որ մասնակցելու է ընտրություններին պետք է ներկայացնի իր շատո իր ստվերային կաբինետը կամ գոնե առանցքային մի քանի կառավարության այդ պորտֆելների ղեկավարների շատ կարևոր էր այսօր չեմ կարծում որ մեկը կվիճի ինձ այդ որ այդպես փորձառության ինտելեկտի առումով ընդդիմությունը շատ ավելի մեծ շանսեր ունի քան այս իշխանությունը որ տեսնես ովքեր են իր նախարարները ուղղակի ապշում ես համաչում ես որ սրանք են այդ նախարարները եւ ցավոք սրտի կատեգորիկ բանը հանեցին ասին կարող են ներկայացնել ընտրական օրենսգրքում դա գնաց բայց օրինակ Ենթադրենք, ընդդիմությունը ասում է սրանք իմ պաշտպանության նախարարն է, ԱԱԾ-ի տնօրենը, չգիտեմ, կրթության նախարարն է, այս նախարարն է, մի քանի առանցքային նախարարներ նշանակեն եւ հասկանում եք եւ կանչեն այս Պետրոս Ղազարյանի մոտ որ գնում են, դա ծիծաղելի է, զարմանում են, որ գնում են եւ հանգիստ դուրս են գալիս իր մոտից, որովհետեւ բացառիկ քծնող է։ Այդ տեսակ քծնող էս աշխարհի չի տեսել, մեր իրականությունը չի տեսել։ Այդ դեպքում թող գնա բանավիճեն ամեն մեկի տեխնացուն թող նստի, խոսի պաշտպանության նախարարը ոնց է պատկերացնում պետության անվտանգության հարցը եւ այլն։ Անվտանգությունը այսօր թիվ 1 խնդիրն է մեր, թիվ 1 խնդիրը անվտանգությունը եւ էլի տարբեր ոլորտներ։ Օրակարգ պետք է թելադրես դու արգելի ընդդիմություն, ոչ թե նրա այդ, չգիտեմ, մեղադրակներին եւ այլն պաշտպանես, այլ օրակարգ պետք է։ Պաշտպանվես դրանց, օրակարգ պետք է թելադրես, թող ինքը գա քո օրակարգի հետևից։ Ցավոք սրտի մինչև այս բանը չկա։ Ես չգիտեմ այդ համակարգող խորհուրդ, որ ասում եմ, լուրջ քննարկման հարց է դա, հասկանում եք, լուրջ քննարկման հարց։ Այս պահին պետք է իրար մի սուտելը մի կողմ դրվի։
Դուք ունեք մեկ խնդիր։ Ինձ համար հստակ է, որ եթե առնվազն 3 բլոկ պետք է մտնեն ընդդիմադիր առնվազն խորհրդարան, որպեսզի կարողանալ զրկել իշխանությունից այս ազգակործան պատուհասին։ Իսկ եթե 4 լինի, շատ ավելի լավ կլինի, արդեն գրեթե 100%-ով վստահ կլինեմ։ Դուք պետք է այդ ուղղությամբ աշխատեք, եղբայր։ Պետք է այդ ուղղությամբ աշխատեք, մանավանդ որ աքսիոմատիկ ճշմարտություն է, ում զայները շատ է լինելու ընդդիմության դաշտում նրա թեկնածուն պետք է դառնա վարչապետ, եւ քննարկելու հարց չի դա։ Պիտի ընկերաբար խնդրեմ ընդդիմության ղեկավարներին, որ կատեգորիկ ինչ-որ հայտարարություններ չանեն, որ վաղը մյուսօր դրա ձեռը կրակնկնան։ Սա հստակ բաներ կան, որ պիտի իմանալ, աքսիոմատիկ բաներ կան, պիտի իմանալ։ Եվ մարդիկ որ տեսնեն կրկնում, սա այն դեպքն է, որ մեկին գումարած 1 ոչ թե 2 է դառնում, եթե տեսնեն բոլորին միասին։ Մեկին գումարած 1 12 է դառնում, 22 է դառնում։ Շատ պարզ է։ Ցավն է, որ գիտես, որն է լուծումը, եւ այդ լուծումը չեն կարողանում միասին իրականացնել։ Ես գիտեմ, որ մենք կարող ենք, ընդդիմությունը կարող է բացարձակ շանս ունի, որպեսզի կարողանա ինքը հեռացնել իշխանությունից այս օգեկործան պատուհասին եւ շատ կարճ ժամանակ, շատ դժվար է լինելու, բայց կարող ենք գոնե այս գահավիժումը կասեցնել։ Այդ որ ասում են պատերազմ կլինի եւ այլն, դա էլ դատական բան ունի, հոդված քրեական օրենսգրքում։ Ինչու է սպառնում ժողովրդին, որ ես չընտրվեմ պատերազմ է լինելու։ Դա ինչ է նշանակում։ Դու սպառնում ես ժողովրդին։ Այս հիմա տեսնում եմ ընդդիմության ներկայացուցիչներին բռնում կալանավորում են կաշառքի հարցով, չգիտեմ ինչ հարցով։ 90 թվականից քաղաքականության մեջ եմ այդքան падգամավոր եմ եղել դիվանագիտական գործը, ասում եմ, հանցագործը եւ փող տվողը, եւ փող վերցնողը միանշանակ, որովհետեւ մեկը չի կարող ինձ հակառակ ապացուցել։ Բայց ավելի մեծ հանցագործը եւ սերիկայական բնույթի հանցագործը պետական լծակները օգտագործողները նախընտրական փուլում։ Այս վերջերս մի Գեղարքունիքում էի, մի նախկին падգամավորի հանդիպեցի ազգային գերագույն խորհրդի, մի բան պատմեց, շատ տխուր էր վիճակը։ Իր մորաքրոջ թորան աները զանգել էր այդ իր փեսային, այդ իր մորաքրոջ թորան եւ ասել էր աղբորը դասակիչ է իշխանությանը կապնի քննադատի ցուցակում կա որ մեզ էլ պետք է աշխատանքից անեն։ Հələ տեսեք ուր է հասնում իրենց պապվածքը։ Ասել է դու որ ես գիտես ասել դե ԱԱԾ-ի աշխատակիցներն են փոխանցել որ հնարավորից է աշխատանքից ազատեն։ Լավ է ինչ է կատարվում։ Դու գետինը չեք մտնում, հա։ Դու այդ որ ասում եք, ես չգիտեմ, ես բա պայմանները այնպես են որ դու կարող եք մարդկանց բարձել, մտցնել ընդդիմադիր դաշտ, ասել գնացեք, խոսեք, զայնագրեք, բերեք եւ այլն։ Ես դա հասկանում եմ։ Բայց ձեր արածը պետական հանցագործություն է։ Այս պահին այդ ինչ որ դուք անում եք, համ չտեսեք, ամեն հիմնականում տգետ։ Քեզ ձեզ թվում է մենք չենք տեսնում ինչ եք անում։ Այն մտավոր միջին կարողության մարդն էլ ինքը հասկանում է, տեսնում է ինչ է կատարվում եւ դուք ընտրություններին ախտելու համար ինչ եք պատրաստ։ Ես ասեմ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ եթե ընտրություններում պարտվեց, եթե նույն օրը ուրեմն չբանտարկվեց, նրա ֆիզիկական գոյությունը շատ խնդրահարույց է լինելու։ Ես չգիտեմ այդ ԱԱԾ-ի տնօրենը կամ գլխավոր ինչ որ մարդ ծնողների հետ հանդիպել եք այդ զոհվածների։ Մեկը կար, մեկ-երկու հոգու մեկ տեն զանգում են, հանդիպում են կամ պատահական զրույցի ժամանակ, ասում են ինչ ճար ունենք իրան վերացնելու ենք։ Ոնց թե դու կանգնես ասած երեխայի ես սպանել եմ, իմ իշխանությունը պահելու համար ու թողենք մեզ այդ միասին օդ շնչես, կոչնչացնենք քեզ։ Եվ նրանց չես կարող մեղադրել։ Չես կարող, հասկանում ես։ Այդ մարդը հանցագործ է, պետական դավաճան է։ Այդ մարդը, չգիտեմ, քիչ առաջ ասած է, այդ 42-րդ գլխի բոլոր հոդվածներում գրեթե ինքը կա։ Եվ այսօր ինքը Հայաստանը ներկայացնում։ Նույնը ազգային ժողովի նախագահ կոչված ու նույն նախագահը, որ ընդհանրապես այդ որ տեսա որ ոնց այսպես Էնքցնանքով Ալիևին շնորհակալություն հայտնում, չգիտեմ, իր կեսվածքի համար, որը կրկնում Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս էր տվել, որ գիշերը կասնարել էր մեր տղային, ասես լավ է դավաճանների թիմից ոնց կարողացան դրանք հայտնել նույն նավակում, այսպես տիտանիկատիպ նավակում, այսպես պետությունը կործանում են։ Արգելի ունկնդիրներ եւ ակնդիրներ, նաեւ պետք է ասեմ, որ